Չէ, այս հավատալի փոխությունները Հատե դե դու Խափեր տարանում գնացին ուստը հասանդ է, տեսա հետ եկա, նորից հետ հասանդ է հետ եկա։ Կանտենանք էլ էին չարում, մեր տատատ ապուշները ավելի շատանան, հաստանան, արդեն հոդին է։ Serge zorla benim akıllı bana. Zorla zanmaz ben stoplarım. Bu akşam sentralin Bana saytan var mı? Alır. Ես կան ժողովուրդ կայնեն ասեն ժողովուրդը շատ գործ ունի անելու, չիմանաս է կալեք, շատ գործ ունի, ժողովուրդը կայնի ասի, որ մեզ կապետոսով տանպես ավելակրում ես հետ կեզ մարդը երկում աղտում Ռաբի, նախատա, 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 Ժառանգեքի դրությամբ կնկարենք, ասեմ 25 հոգի են այնտեղ։
Իմացաք, որ մեկը եկավ պատված վրա տվեցին։ Եկավ ասեց մի մասը գնանք կայենք ստեղ, մի մասը գնանք Բաղրամյան։ Այ։ Դուք ստեղ էիք, որ են տղեն էտ խապեց, որ գնալը, էստեղից Բաղրամյան։ Ուրելի այն ակիցներ խնդում եմ մի վարկյան լրություն։ Ես ենտղել։ Կներեք էլ են Մեկ վարկյան։ Շոր մեգապոնիկ ես։ Մի վարկյան խնդում եմ լրություն։ Լրություն։ Ռաֆի Հովհաննիսյանը նոր հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ընդամենը մի 10 րոպե առաջ է վերջացել հանդիպումը, որից հետո ձեզանից ներողություն է խնդրում, որովհետև ինքը հիմա քաղաքական կոնսուլտացիաների մեջ է, ոչ թե նախագահականի հետ, այլ մեր մնացած գործընկերների եւ մեր թիմակիցների հետ։ Ժամը 6-ից 7-ը ինքը կլինի այստեղ, Բաղը ժամը 5-ին լինելու է մեր հաղթական հանրահավաքը բոլորս մի վարկյան նորից լրություն խնդրում եմ բոլորս վաղը մասնակցելու ենք մեր բոլոր հարազատներին, ընկերներին տեղյակ ենք պահելու, որ վաղվա միտինգը շատ կարևոր միտինգ է։ Ռաֆի Հովհաննիսյանը նաև այսօրվա հանդիպման մասին ամբողջովին մանրամասն կասի այդ միտինգի ժամանակ, այդ հանրահավաքի ժամանակ։ Մեր պայքարը շարունակվում է, մեր պայքարը գնալու է մինչև հաղթանակ, մենք որևէ շեղում չենք ունենալու այդ պայքարից։ Իմ հետ է այստեղ Տիկին Արմինեն, Ռաֆի Հովհաննիսյանի կինը, Սիրելի ժողովուրդ, շատ շնորհակալ ենք բոլորիցդ, շատ հուզված ենք ընտանիքով մեկ, որտեղ դուք եք, որ չեք կաշառվել, չեք հուսահատվել, հայ ողնաշարը ցույց եք տվել, արժանապատիվ եք պահել մեր ազգի պատիվը։ Շատ շնորհակալ ենք բոլորիցդ, յուրաքանչյուրիցդ։ Ես կարծում եմ մենք պատմական ժամանակներ ենք ապրելու։ Մենք վաղվանից ժամը 5-ից սկսելու ենք մեր ամենաուժգին պայքարը, որովհետև յուրաքանչյուրս պիտի տեսնենք մի Հայաստան, ուր մեր երեխաները սոված չեն, ուր մենք բոլորս գործ ունենք արժանապատիվ, վճարվում ենք, ապրում ենք ուրախ, օգնում ենք միմյանց, այդ 88 թվականի ոգին, որ այստեղ հավաքվում էինք, իրար հետ կիսում էինք մի կտոր հացը, մենք ուզում ենք դա վերադարձնենք ժողովրդին, եւ ես ձեզ խոսք եմ տալիս, ես գիտեմ հայկական ավանդույթի մեջ կինը պետք չի այդքան խոսի, բայց ես պիտի կանգնեմ եւ Ռաֆի կողքին, եւ ձեր բոլորի կողքին իմ 5 երեխաների հետ, եւ խոսք եմ տալիս, ես խոսք եմ տալիս բոլորիդ, որ մեր մինչև վերջի շունչը ես, Ռաֆին և իմ 5 երեխաները պիտի լինենք ձեր հետ։ Կեցը մեր Հայաստանը և մեր հայ ժողովուրդը։ Ժողովուրդ ջան, մեր խոսքը
խոսքը բարի է, մեր խոսքը սիրով է լցված, դա համար Աստված մեր խոսքին մի քիչ ջերմություն տվեց եւ արև դուրս եկավ այս պահին։ Այո։ Հիմա ես ընդամենը ասում եմ, որ Ռաֆի Հովհաննիսյանը ժամը 6-ին կլինի արդեն այսօր, այստեղ դու կարող եք իրեն հետ զբոսնել, իրեն հարցեր տալ եւ եթե ցանկությունը կա կարող եք սպասել։ Ընդամենը եւս մեկ անգամ ներողություն ենք խնդրում, որովհետեւ քաղաքական կոնսուլտացիաների անհրաժեշտությունը կա։ Կարծում եմ բոլորդ հասկանում եք։ Ռաֆի Հովհաննիսյանը ասել է եւ մենք շարունակում ենք այն միասնականության ճանապարհը, որը մեր հաղթանակի գրավականներից մեկն է լինելու։ Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատ քաղաքացիների առջև։ Մենք պատրաստ ենք նրանց հետ համատեղ ճանապարհ անցնենք։ Եվ հիմա այս պահին Ռաֆի Հովհաննիսյանը հենց այդ համատեղ ճանապարհի հարցերով է զբաղված։ Ուստի եւս մեկ անգամ ներողություն եւ մենք բոլորով միասին ժամը 6-ին այստեղ կտեսնենք եւ կլսենք Ռաֆի Հովհաննիսյանին։ Առավել եւս վաղը 5-ին արդեն սկսում ենք մեր եզրափակիչ հաղթական շարժը։ Այո։ Նաև ուզում եմ զգուշացնել բոլորին, վաղվա միտինգը անհավաք է, արտոնված է և որևէ խնդիր չկա։ Մենք միասին վաղվանից սկսում ենք մեր հաղթանակի կերտումը։ Միասնական, միասնական։ Երաժշտությունը միացրեք, որ ժողովուրդը պահել է մինչև ժամը 6-ը։